ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր մենք Ղուկասի ավետարանից ընթերցում ենք հետաքրքիր մի հատված, որտեղ տեսնում ենք, թե ինչպես են աշակերտները միմյանց մեջ վիճում, թե իրենցից ով պիտի մեծը լինի երկնքի արքայության մեջ։ Եվ այս վեճը տեղ է գտնում այն դրվագից հետո, որտեղ Հիսուս Քրիստոս պայծառակերպությունից հետո բժշկում է դիվահար մի մանկանը, ցույց տալով, որ հավատքը զորեղ է բժշկելու յուրաքանչյուր հիվանդություն, զորեղ է կոտրելու յուրաքանչյուր պատնեշ, բայց այդ հավատքը ի գործ դնելու համար մարդ պիտի ծոմապահությամբ, աղոթքով վստահի ինքն իրեն Աստծուն։ Երբ Հիսուս Քրիստոս այս ամենը բացատրում է իր աշակերտներին եւ նրանց հետ ճամփա է գնում, աշակերտները միմյանց մեջ սկսում են վիճել, թե իրենցից ով պիտի լինի մեծը երկնքի արքայության մեջ։ Այդպիսով իսկ ցույց տալով, որ Հիսուս Քրիստոսի պատգամը, որ նրանց փոխանցել էր, այդպես էլ չեն հասկացել։ Երբ Հիսուս Քրիստոս իմանում է այս վեճի մասին, մի մանկան է կանչում իր մոտ եւ աշակերտներին ցույց տալով այս մանկանը ասում է, թե ով ընդունի այս մանկանը կամ մանուկներին, ինձ է ընդունում, ով ինձ է ընդունում է ինձ ուղարկողին։ Եթե ցանկանում եք լինել երկնքի արքայության մեջ մեծ, պիտի լինեք փոքր, ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծը երկնքի արքայության մեջ։ Ինչ էր սա խորհրդանշում։ Մանուկները Աստվածաշնչում խորհրդանշում են նրանց, ովքեր ամուր հավատք ունեն։ Տեսեք, ինչքան ավելի երեխան փոքր է հասակով, այդքան ավելի անվերապահ վստահություն ունի իր ծնողի խոսքի հանդեպ։ Երբեք չի կասկածում, երբեք չի ուրանում իր ծնողին, այլ լսում է եւ ամեն կերպ փորձում է այնպես անել, որ իր ծնողը ուրախ լինի իր արդյունքներով։ Եվ Հիսուս Քրիստոս, երբ իր աշակերտներին բացատրում է, որ նրանք հավատքի մեջ պիտի զորանան, նրանք ընկնում են աշխարհիկ պատկերացումների հետևից։ Հիսուս Քրիստոս կանչում է այս մանկանը եւ նրանց կրկին անգամ հիշեցնում է, որ նրանք հավատքի մեջ պիտի զորանան եւ միայն հավատքով կարող են լինել մեծ երկնքի արքայության մեջ։ Մենք բոլորս ձգտում ունենք մեծ լինելու եւ դրա մեջ որևէ բացասական բան չկա, բայց բացասական բան, բացասական երանգ, բացասական ընկալումներ, զգացումներ կա այն մեծության մեջ, որին մեծավ մասամբ մարդիկ ձգտում են։ Ինչի մեջ ենք մենք ցանկանում լինել մեծ։ Շատերը ցանկանում են լինել մեծ մնացյալ մարդկանց հետ համեմատած։ Մեկը ցանկանում է ավելի մեծ դիրք զբաղեցնել, մեկը ցանկանում է ավելի ուժեղ լինել, մեկը ցանկանում է ավելի հաջողակ լինել, բայց սիրելիներ, քրիստոնյաները երբեք իրավունք չունեն մեկը մյուսի հետ համեմատվելու։ Միակ մարդը, ում հետ մենք համեմատվելու իրավունք ունենք, դա մենք ենք, որովհետև մեզանից յուրաքանչյուրից էլ ավելի ուժեղը կա, ավելի զորեղը կա, ավելի խելացին կա, ավելի հաջողակը կա, ավելի առաջադեմը կա, ավելի կանգունը կա եւ ամենան բոլորից ուժեղը, բոլորից զորեղը դա Հիսուս Քրիստոսն է։ Մեզանից մարդկանցից յուրաքանչյուրիցս ավելի լավը կա։ Հետևաբար մենք երբեք իրավունք չունենք մեկս մյուսի հետ համեմատվելու։ Միակ մարդը, ում հետ մենք կարող ենք համեմատվել, դա ինքներս ենք։ Մենք պիտի նայենք մեզ. արդյոք ես այսօր ավելի լավն եմ, քան երեկ։ Արդյոք իմ հավատքը այսօր ավելի զորեղ է, քան երեկ։ Այսօր արդյոք ես մի քայլ ավելի առաջ գնացի դեպի այն մեծությունը, որը կանչում է ինձ Հիսուս Քրիստոս, դեպի որը կանչում է ինձ Հիսուս Քրիստոս։ Տեսեք, մեզանից յուրաքանչյուրը ունի իր շնորհները։ Մենք ամեն մեկս ինչ որ մի շնորհով կարողանում ենք առանձնանալ մեկս մյուսից։ Մեկը երաժշտության շնորհ ունի, մեկը գործ անելու շնորհ ունի, մեկը լեզուներին տիրապետելու շնորհ ունի, բայց դա մեկը մյուսից ավելի լավը մեզ չի դարձնում։ Ընդհակառակը, երբ մենք նայում ենք Հիսուս Քրիստոսին, մենք հասկանում ենք, որ նա քանի որ ամեն ինչի մեջ է առաջինը, նա կանչում է մեզ միասնաբար լինելու Քրիստոսի մարմին եւ միասնաբար լինելու ամեն ինչի մեջ առաջինը։ Ըստ Սուրբ Գրքի մենք բոլորս Հիսուս Քրիստոսի մարմնի եկեղեցու անդամներն ենք։ Մենք բոլորս միասին կազմում ենք քրիստոնեական մեծ մի մարմին, որտեղ ամեն մեկս երբ մեր յուրահատկությունները բերում ենք եւ միաձուլում ենք մեկս մյուսին, ստացվում է, որ մենք ամենաուժեղն ենք, ամենալավն ենք եւ ստացվում է, որ մենք բոլորս մեծ ենք երկնքի արքայության մեջ, որովհետև երկնքի արքայություն մտնում ենք Հիսուս Քրիստոսով, քանզի այլ կերպ, այլ ճանապարհ դեպի երկնքի արքայություն չկա։ Հետևաբար, մեզանից ով ցանկանում է մեծ լինել երկնքի արքայության մեջ, ով ցանկանում է Հիսուս Քրիստոսի այդ մարմնի անդամը լինել, պետք է փոքր լինի, պետք է մանկանա Հիսուս Քրիստոսի առջև, այսինքն Քրիստոսին, Աստծուն նայի իբրև ծնող,
աներկբայորեն պահի Հիսուս Քրիստոսի խոսքը եւ հետեւի բացառաբար Հիսուս Քրիստոսին իր արարքներով, ցույց տալով Հիսուս Քրիստոսին իր սերը։ Այդպիսով մենք կարող ենք մեծանալ իրական մեծության, իրական բարձրության, իրական վեհության հետ միավորվելով։